Ողջույն, հաշվի առնելով, որ իմ հաջորդ հյուրը պետական գործիչ Խոսրով Հարությունյանն է, ես մինչև բուն հարցազրույցը տեղադրելը, որը շատ հետաքրքիր պատմական ակնարկներով հագեցած է եւ հուսով եմ կհետաքրքրի բոլորիդ, քանի որ անդրադառնում ենք նախկին ՀՀ բոլոր իշխանություններին, սակայն մի կարճ հարցի կանդրադառնամ նախքան հարցազրույցը, խոսքը վերաբերում է Իրանում կատարվող իրադարձություններին եւ դրանց Հայաստանի վրա անդրադարձին։ Պարոն Հարությունյան, մի փոքր կներկայացնեք, ինչ իրավիճակ է այսօր կատարվում Իրանի շուրջ եւ ինչով դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, ինչ ռիսկեր մենք կարող ենք ունենալ։ Ինչ է կատարում տարածաշրջանում, եթե ֆորմալ ասենք, ապա մենք ականատես ենք Իսրայել Միացյալ Նահանգների ռազմական ինտերվենցիան, ագրեսիան Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, սա է կատարում։ Խնդիրը կարծում եմ մի քիչ այլ է։ Շատ դեպքերում հարկավոր է ուղղակի հասկանալ իմ պատկերացմամբ, ըստիս, հասկանալ այս ամենի դրդապատճառները, ինչու է դա արվում, ինչ նպատակով։ Այն, որ Իրանը տարածաշրջանում հանդիսանում է Իսրայելի հրեական պետության համար մեկ ողերին թշնամին, հրեաներն էլ դա չեն բացառում, նույնիսկ չեն թաքցնում։ Որ այդ թշնամանքը փոխադարձ է դա նույնպես։ Օրինակ Իսլամական Հանրապետությունը մինչև հիմա չի ճանաչել եւ գտնվում հրեական այս պետություն չի կարող դեռ գոյություն ունենալ։ Իսկ այստեղ կա քաղաքակրթական անհամատեղելիություն, բառից բուն իմաստով։ Վերջին շրջանում շատ եղան վերլուծություններ անի այն մասին, որ իսկ վերջին օրերը հատկապես, որ 90-ական թվականից հետո ընկած ժամանակահատվածում հրեական լոբիստական կազմակերպությունները Միացյալ Նահանգներում իշխանության դե ֆակտո եղել են թելադրողները։ Հրեական լոբին 90-ական թվականներից հետո կարողացել է իր ազդեցությունը Միացյալ Նահանգների իշխանության վրա այն աստիճանի ուժեղացնել, որ շատ ու շատ ծրագրեր մեծ Իսրայել եւ այլն ասենք այդպես ծրագրեր կարող են կյանքի կոչել։ Ու շատերը այս ընթացքը հատկապես պաղեստինյան ժողովրդի նկատմամբ այս ցեղասպանական վարքագիծը հրեական պետության Իսրայելի հիմա Իրանի նկատմամբ մեկնաբանում են դրանը, որ շանս է տարածաշրջանի բոլոր երկրները վերցնել սեփական ռազմական, եթե ոչ ռազմական, ապա ռազմատնտեսական կամ ռազմաքաղաքական ազդեցության ներքո, ապահովել սեփական ազդեցություն այդ տարածքում։ Ըստ էության, եթե դուք հիշում եք Դոնալդ Տրամփի նախկին առաջի ուրեմն պաշտոնավարության ընթացքում նրանք նախաձեռնեցին այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրեր համակարգը, որի ամբողջ իմաստը կանում էր նրանով, որ այն արաբական պետությունները, որոնք ճանաչում են Իսրայելին, ճանաչում են նրա օրինական շահերը, տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլն, ապա նրանք կարող են ստանալ Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Ոմանք կարծում են, որ սա բխում է ոչ այնքան Միացյալ Նահանգների շահերից, որքան այն բուն Իսրայելի շահերից։ Դրա համար են ասում, որ վերջին շրջանում իսրայելական լոբին, այսինքն հրեական լոբին Միացյալ Նահանգների ըստ էության դարձել է ակնհայտ թելադրող։ Ու կարծիք կա, որ սա հիմնական դոմինանտ տրիգերն է, հա, լոկոմոտիվն է դրդապատճառների մեջ, որը ստիպեց այս վերջի իրադարձությունների Միացյալ Նահանգներ Իսրայել համատեղ հարձակում Իրանի վրա, որում ֆորմալ խոսքը գնում է Իրանի միջուկային կարողությունների վերացման մասին, Միացյալ Նահանգների նախագահը հարց է բարձրացնում նաև նրա հրթիռային կարողությունների ուրեմն վերացման մասին, ընդ որում աբսուրդը այն է, որ նույն Միացյալ Նահանգները չեն վրդովվում, որ Իսրայելը ունի ռումբ, միջուկային զենք, բայց почему-то գտնում որ պետքա Իրանը չունենա։ Դեք ես օրինակ գտնում որ չպետք է ունենա։ Թողնենք դա մի կողմ։ Իրանը, թե եւ Իրանը եւ Իսրայելը։ Ինչու եմ ես ասում, որովհետեւ կա ինչ որ մի շրջանակ, ինչ որ մի փուլ կար,
որ միջուկային զենքի նկատմամբ միջազգային վերահսկողությունը խիստ կարևոր է համարվում։ Ու քանի որ այդ համակարգը կար, դա կոչվում է SMV3, SMV չեմ, եթե քանի որ այդ համակարգը գոյություններ, ապա որևէ մեկի միջուկային զենք ձեռք բերելը դառնում էր այդ համակարգին ուղղված, դեմ ուղղված քայլ, որը կարող էր ամբողջ համակարգը խարխլել։ Բայց տարօրինակ ձևով, օրինակ այդ Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների SMV3 կոչեցել պայմանագիրը ժամկետը լրացավ այս տարվա փետրվարի 5-ին։ Ռուսական քաղաքական ղեկավարությունը Տրամպին առաջարկեց, ասես, քանի որ չենք մշակել նոր պայմանագիր, իսկ այդ պայմանագրի ամբողջ իմաստը կայանում էր այս երկու գերտերությունների, միջուկային գերտերությունների միջուկային կարողությունների համաձայնեցված վերահսկողություն, որովհետեւ դա դուրս չգա ինչ-որ բալանսի սահմաններից, հասկանում եք։ Նո, Ռուսաստանը առաջարկեց, ասքան որ մենք նոր պայմանագիր չենք կնք, եկեք մի տարով երկարացնենք։ Ամերիկացիները ներժեցին։ Այսինքն ստացվեց, որ Միացյալ Նահանգներն ազատ եք, ինչ ուզում եք արեք։ Հասկանում եք, սա լրջագույն սպառնալիք է գլոբալ անվտանգության տեսանկյունից։ Եվ այս կոնտեքստում է, որ շատ ու շատ պետություններ, որոնք միջև այդ նույնիսկ, եթե նույնիսկ մտածում, բայց այդ մասին չեն խոսում, չեն բարձրացնում, հիմա սկսել են խոսել այդ մասին։ Օրինակ բոլորին վերջինս, եթե դուք հետևել եք, Թուրքիայի նախագահը հայտարարեց, ասաց, եթե գործը հասցրանա, որ ամեն մի պետություն կարող է իրեն իրավունք վերապահել միջուկային զենք ունենալով, ապա Թուրքիան հայտարարում է իր այդ իրավունքի անվերապահ իրականացման մասին։ Ես ուզում եմ, որ ձեր լսարանը տեղյակ լինի, որ կան պետություններ շեմային են կոչվում այդ պետությունները։ Դրանք այն պետություններն են, որոնք թե հումքի, թե տեխնոլոգիայի տեսանկյունից ունակ են ունենալ սեփական զենքը։ Բայց ինչ-ինչ պատճառներով այս պահի դրությամբ այդ process սառեցված է։ Այսի պետությունները նա Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունն է, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան, Բրազիլիան, Եգիպտոսը, այսինքն շատ կան, օրինակ Արաբական Էմիրություն կամ Սաուդյան Արաբիան ինքն էլ գտոր պետք է ինքն էլ ունենա միջուկային զենք։ Եթե գործածել են, որ ամեն մեկը իր անվտանգության միակ երաշխիքը տեսնում միջուկային զենքի առկայություն, ապա ինչու ես պիտի չունենամ։ Ես էլ եմ ուզում անվտանգ լինել, համ փողն եմ, համ ընդերք։ Այսինքն սա արդեն որակապես այլ գլոբալ բանի մասին է խոսքը գնում։ Հիմա թվում է, թե Միացյալ Նահանգները գնում են այս ճանապարհով, այսինքն իրանք ուզում են, որ որևէ մեկը եւ առաջերտին Իրանը, որտեղ դա հակասում է Իսրայելի անվտանգությանը, հա, Իրանը չպետք է ունենա նման զենք։ Լավ ենթադրենք։ Բայց հետաքրքիրն է, որ այս վերջի շրջանում բանակցային գործընթացում, մասնավորապես փետրվարի 26-ին Ժնևում բանակցությունների ժամանակ հայտարարություն արվեց, ընդ որում Օմանի արտգործնախարարը, որը միջնորդ էր որպես հանդես գալիս, հայտարարեց, որ եւ թռավ հատուկ Վաշինգտոն բանակցությունների արդյունքը Տրամպին ներկայացնելու, որ սկզբունքային հարցերի վերաբերյալ Իրանը եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունը Ժնևում եկել են ընդհանուր հայտարարի։ Այսինքն պատկերացրեք, այսինքն այն ինչի մասին խոսում էր Տրամպը, որ նրանք չեն ուզում ընդառաջել մեր պահանջների եւ այլն, պարզվեց չէ։ Արաքսին համաձայնեցվել էր։ Բայց կներեք երեկոյան արդեն բոլորին այլ բան սկսեց հնչեցնել Տրամպը, հաջորդ օրը սկսեցին հարձակվել։ Հասկանում եք, այսինքն հիմա հարց։ Հետևաբար պետք է ընդհանրել, որ Տրամպի նպատակը միջուկային այդ process-ը կամ նրա զինանոցը վերահսկողության տակ վերցնել չեմ կարգավորելը չէր։ Ես կարծում եմ, որ ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք գտնում են, որ Տրամպը այդ կերպ լուրջ խնդիր է ստեղծում իր համար մեկ մրցակցի Չինաստանի համար։ Ինչու՞։ Որտեղ բանն այն է, որ Չինաստանի նավթային, այսինքն հում նավթի պահանջարկը հիմնականում չասեք հիմնականում սուտ եմ ես ասում, բայց ըստ գնահատականների նրա պահանջարկի 15%-ը, իսկ դա քիչ թիվ չի, լուրջ թիվ է, բավարարվում էր իրանական եւ վենեսուելական նավթի միջոցով։ Մադուրոին գոհանալով, որ ուղղակի մաֆիոս քայլ է։ Հա, նախադեպ երևույթ է։ Տերորիստական ընկերություն կազմակերպությունն են այդպես բանով զբաղվում, կամ մաֆիան։ Նայա, չէ՞ փախցնում սրան նրան, վախացնում բանանում։ Հիմա այդպես է, Միացյալ Նահանգները գնում են այդ ճանապարհով։ Ընդ որում շատ վարակիչ օրինակ են ծառայում շատ-շատերի համար։ Ոնց կտեսնենք դա ինչպեսի արձագանքներ կստանա։ Ինքը դաժե երբ որ իրան հարց են տալիս, Տրամպին հարց են տալիս, արդյոք դուք պատրաստ եք հիմա
Վենեսուելայի կառավարությունը իշխանության դեպս դեր վերահսկողության տակ նրան սոցիալական տնտեսական խնդիրներով զբաղվում ոչ մեր համար մեկ խնդիրը նավթն էր մենք նավթը վերցրել ենք Մնացածը դուք հասկացեք ի չեք անում հիմա երկրորդ քայլը տեսեք շատ կարևոր է այն ժամանակ բոլորը ասում են թե հետաքրքիր է ինչու է դա անում ոմանք ասում են որ քանի որ վենեսուելական նավթը տարեկան մոտավորապես, եթե չեմ սխալվում, կներեք, սուտ եմ ասում, տարեկան չէ։ Օրական 500 միլիոն բարելի մասներ խոսքը գնում, կարծեմ Վենեսուելից Չինաստան հետ կաներ նավթանում, իսկ բանից 1.5 միլիարդ։ Եթե կարող է թվերը մի քիչ ասկոմ, մի քիչ խնդրում եմ պրոպորցիաներն է շատ կարևոր։ Օրական այդքան բարել բան, իտավով մոտավորապես իրանց պահանջարկի 15%-ը ինքը բավարարում էր Չինաստանը, բավարարում էր Իրանի եւ բանի միջոցով Վենեսուելան։ Հիմա այդ 15%-ը 0.5% կամ 5%-ը Վենեսուելային վերցրել է։ Հիմա խնդիրը կանում էր, որ փակեն Օրմուզի միջանցքը, որի չինացիները չկարողանան տեղից նավթ հանել։ Տանել էսա ամբողջ իմաստը, այսինքն Տրամպի քաղաքականության իմաստը միջուկային կարողություններից զսպելը չէր։ Տրամպի համար մեկ խնդիրը, եւ այդպես էլ իրանք արեցին, Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանափոխություն անելն էր։ Այսինքն, եթե ես իշխանափոխություն անեմ, հասնեմ նրան, որ իշխանություն փոխվի եւ նոր իշխանություններ ձևավորվեն, հիշում եք Տրամպն ասում էր մենք առնվազն 3 հոգի գիտենք ովքեր կարող ունենք ովքեր վերջերս ասեց որ շատերը կան որ ցանկություն ունեն բայց ասում եմ մենք ունենք 3 հոգի որոնց հաստատ կարող ենք նշանակել այսինքն ինքը ինչ ասում ինքը ասում է որ այս կերպ ես փորձում եմ ասնել իշխանափոխության Իրանում եւ այդ նոր ձևով իշխանությունները կհայտնվեն մեր վերահսկողության տակ իսկ դա նշանակում որ ես կազդեմ նաեւ նրանց էներգետիկ կարողությունների կառավարման process-ի վրա այսինքն ամբողջ նպատակը Տրամպի Իրանը Իսրայելը իր նպատակն ունի հա իսկ Տրամպի նպատակը բացի Իսրայելին աջակցելուց նաեւ Չինաստանին ըստ էության հայոց չափով էներգետիկ ռեսուրսներից զրկելու խնդիրն է Կարող է այլ նպատակներ կան, ես չեմ ուզում մերժեմ, բայց վերլուծաբանները ոնց որ թե գալիս են սրան։ Այսինքն նախ թողնենք այն մի կողմ, որ սա աննախադեպ է միջազգային ներառումքը ոտնահարելու տեսանկյունից։ ՕՕՆ-ի վրա սեփական ոտքերը մաքրելու տեսանկյունից աննախադեպ է, այսպես բան չի լինում։ Այսպես բան հնարավոր չի, բայց ամենակարևորը որ ըստ էության նաև այդ նույն վերլուծաբանների միշտ զանգված արձանագրում է, որ Տրամպը մեծ սխալ թույլ տվեց Այաթոլլահ Խոմեյնիին սպանելով, որովհետև եթե իրանց թվում էր գլխատենք ռազմական ղեկավարություն ու քաղաքական ղեկավարություն, ապա իշխանափոխությունը կդառնա առերևույթ կամ ասենք թե մեկնած ձեռքի հեռավորության վրա, պարզվեց դա այդպես չի։ Հակառակը տեղի ունեցավ։ Վերլուծաբանները փաստում են ինֆորմացիան այդպեսին է, որ նույնիսկ Խոմեյնիին իր կենթանության օրոք արդեն փորձել է այնպիսի քայլեր անել Իրանի ղեկավար կազմում, այդ թվում նաև ռազմաքաղաքական ղեկավարության կազմում, որը կերաշխավորի ամենածայրահեղ պայմաններում պետականության նորմալ ինստիտուցիոնալ գործունեությունը։ Մասնավորապես, օրինակ իր հանձնարարությամբ ուժային կառույցները վերահանձնվել են Լարիջանիին։ Այսինքն այսօր Քսիրը եւ այլն բոլորը գտնում են Լարիջանի ուղակի քաղաքական վերահսկողության տակ։ Դա արվել է Խոմեյնիի Այաթոլլահի կենթանության օրոք հաջորդը։ Օրինակ ինքն է պահանջել, որսի մշակվի preemptiveness, հաջորդականությունը։ Ինձ խփեցին դու ես, քեզ խփեցին նա է։ Ու դրա համար այլևս որոշում պետք չի կայացնել։ Դա ավտոմատ, արդեն մենք որոշում կայացրել ենք ովքեր են ում փոխարինում եւ որ պաշտոններում։ Արդյունքում այսօրվա դրությամբ իշխանական Իրանի քաղաքական ղեկավարությունը պետական կառավարման համակարգ շատ կայուն է իրավիճակին adekvat։ Մի բան որ Տրամպը չէր հաշվի առել։ Ավելին Խոմեյնիի սպանությունը բերեց նրան, որ նա արդեն դարձավ որպես հալածյալ ամբողջ իսլամական համակարգի իսլամական դավանանք կրող, այսինքն շիաների բոլոր համաշխարհային շիաների համար եւ մասնավորապես նաեւ Իրանի ժողովուրդը իր միասնականությունը ցուցաբերեց, այսինքն իր սեփական իշխանության, այսինքն այն նպատակները, որին հետապնդում էր այդ կերպ
այդ միջոցները կիրառելով ոնց որ թե Տրամպի մոտ չի ստացվում։ Հիմա նույնիսկ կան կարծիքներ, որ եթե այս պատերազմը ցած վիալեցի կուշի ռեժիմով ձգձգվի, իրանք իրենց խփեն սրանք, նրանց խփեն ինչ-որ բաներ, որտեղ հլա Իրանը իր ամբողջ արսենալը ծանր հրթիռների, գերձայնային հրթիռների դերևս չի դրել շրջանառության մեջ։ Եթե այդպես շարունակվի, կարող է պատահի նույնիսկ Տրամպը անհասկանալի վիճակի մեջ հայտնվի մի կողմից քո նպատակին դու չհասար, մյուս կողմից հսկայական ռեսուրսներ վատնեցիր եւ միջազգային անվտանգային համակարգները ըստ էության կանգնեցրիր կոլապսի առջև։ Սա շատ վտանգավոր է իր համար, հատկապես առաջիկա նոյեմբեր ամսվա միջանկյալ ընտրությունների պրայմերիզի ժամանակ համար։ Դրա համար ես կարծում եմ, այստեղ Միացյալ Նահանգները նույնպես կանգնած են բարդ ընտրության առջև։ Ու ամենահետաքրքիր գիտեք որն է անի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինքն էլ առանձնապես չի շտապում։ Այսա է զարմանալի։ Ինքը քայլեր կատարեց հարվածելով արաբական բոլոր երկրներում, այդ թվում Թուրքիայում եւ բանի Միացյալ Նահանգների ռազմական բազաներին, ըստ էության հասկացնելով, որ ես պատրաստ եմ այս մասշտաբները պատերազմի ընդլայնելու։ Եվ սա մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար, որտեղ խորապես համոզված է իրանական իշխանությունների հավանաբար մտածելակերպը այդպեսին է, որ արաբական աշխարհին հեշտ ձեռնտու չեն նման զարգացումները։ Բացարձակապես, որտեղ արաբական աշխարհը իրես անի թևակողել է իր զարգացումների մի նոր փուլ։ Դա փողի ներդնման, ապրելու անհամեմատ ավելի հավասար պայմաններում եւ անվտանգ ապրելու ռեգիոն էր դառնում։ Հիմա պարզվեց դա այդքան էլ այդպես չի։ Օրինակ արաբական էմիրությունները Դուբայը մասնավորապես այս առումով շատ դուժեց։ Այսինքն շատերը կարծում են, որ հիմա ոմանք են մտածել արժի ընդեր տեսկական տեսում։ Ներդրումներ անել թե ոչ։ Հասկանում եք, այսինքն տեսեք, արդյոք Միացյալ Նահանգները սրա մասին մտածել են, կարծում եմ չէ։ Կարծում եմ չէ։ Ընդհանրապես, օրինակ ռուս վերլուծաբաններից կարծում Ստատանովսկին էր, եթե չեմ սխալվում, ասում էր, կարող է սխալվում եմ, ասում էր, գիտեք, ասում էր բանում Միացյալ Նահանգների նախագահի ամերիկական շրջապատում, մասնավորապես պետդեպարտամենտում, արևելքը ճանաչող հասկացող մարդիկ գոյություն չունեն։ Եվ դա շատ վտանգավոր հետևանքներ է թե արևելքի համար, եւ թե հենց իրենց Միացյալ Նահանգների համար։ Սրանք լուրջ հարցեր են։ Հիմա եթե գանք, ենթադրենք տեղափոխվենք զարգացումները, կարող է ունենալ։ Տեսեք, ես ասեմ ձեզ, առերևույթ ոնց որ թե առանձնապես այդպես մեծ ռիսկ չկա, առավելևս որ Հայաստանի իշխանությունները ոնց որ չեն էլ ուզում ցծվել եւ ճիշտ էլ անում է, որ չեն ուզում ընդհանուր տարբերվել մնացածից։ Ну, մի քիչ ուշացում, բայց ցավակցեցի եւ այլն։ Այստեղ դեսպանը հնարավորություն ունեցավ արտահայտվել, ընդ որում ես ուզում ձեր ուշադրությունը, ձեր լսարան ուշադրությունը հրավիրել են հանգամանքի վրա, դեսպանը մի քանի անգամ կրկնեց, որ տրիպի հետ կապված, որ մենք հավատում ենք հայաստանյան իշխանությունների ուրեմն հավաստիացման առայն, որ դա ուղղված չի լինի, որևէ բան չի կատարվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված։ Մի քանի անգամ սրա կրկնելը դիվանագիտական դեպքում նշում է, լսեք, հա, մենք արդեն ձեր փաստեցինք, որ դուք պարտավոր եք սա անել։ Այդ կրկնելը, այդ մտքի տիրաժավորելը ավելի շատ խոսում է, որ Իրանը չեն հավատում։ Իրանը ավելի շատ չի վստահում ու պահանջում է, որ նա հավաստիա իրենց խոստումին հավատարիմ մնան, քան թե հակառակը։ Ну, դիվանագիտությունը այդպիսի առանձնահատկություն է, երբեմն ճիշտ հակառակ, ասում ես մի բան, որի հակառակն է քո նպատակը։ Բայց հիմա էս է իրականությունը։ Ես ինչ վտանգներ կարող էի տեսնել։ Առայժմս չեմ կարող փաստել, բայց եթե իրավիճակը շատ խառնվի, չի բացառված, որ Ադրբեջանը օգտվի դրանից։ Ես օրինակ այդպիսի մտավախություն ունեմ, չեմ թաքցնում։ Այսինքն Ադրբեջանը իր ամբողջ նպատակին հասնելու կարող է շատ հարմար պաստել, աշխարհի նպատակը ուղղորդություն ուրիշ տեղա, խիպիշա, հա, իրարանցում եւ այլն, այդ բախտոր ջրում ձուկ բռնել հեշտանում։ Դա մի սպառնալիք վտանգ։ Երկրորդը, ես ճիշտ ասած, այսօր էլ եմ մի տեղ ասել այդ մասին, հիմա էլ ուզում կրկնել։ Այդուհանդերձ անվտանգության խորհուրդը պետք է համապատասխան որոշումներ կայացնի։ Անկախ նրանից կլինեն փախստականների հոտ զանգված թե ոչ,
քո պետությունը նման բացասական սցենարները կանխելու կամ կանխարգելելու կամ կառավարելու որոշումներ պետք է կայացնի։ Երբ որ ես լսում եմ անվտանգության խորհրդի անդամներն ասում են, իսկ ինչ որոշում պիտի կայացնենք, որ անդամներից մեկը, ես դա ինձ առնվազն տարօրինակ է թվում։ Հասկանում ես, սա նշանակում է, որ գործող իշխանությունը ել չեմ ուզում խոսալ այն մասին, որ պերաշկի, կուկուրուզ եւ այլն, այսինքն այս տպավորությունը մենք ոչ մի խնդրեմ չունենք, անոք ապրում ենք, այն մարդ արխային գնացեք ամեն մեկը ձեր գործը, այդպես չի։ Եվ երրորդը, որ ես կարծում եմ իր անդրադարձ ունենալու է, դա այն է, որ այն ապրանքները, որոնք ներմուծվում էր Պարսկաստանի Իրանի տարածքով, հիմա հասկանալի պատճառներով այդ ապրանքները, որոնք գալիս են հարավ-արևելյան Ասիայի երկրներից, Թայլանդ եւ այլն, դրանք պետք է այդ նավերը իրենց տրայեկտորիան փոխեն իրենց ուղղել, ընդ որում հետաքրքիրն է, որ արդեն Կարմիր ծովը եւ Սուեզի ջրանցքը անվտանգ չեն, ոսի կարճ ճանապարհով Պարսից ծոցից մտնես միջերկրական ծով, հետո բանով դարդանելով Բոսֆորով հասնես Փոթի եւ ապրանքատ ուղարկես։ Չի բացառվում, որ շատերը ստիպված կլինեն շրջանցել Հարավային Աֆրիկան։ Դա բերելու է թանկացման ահռելի։ Էլ չեմ ասում, որ ապրանքների տեղափոխման ապահովագրական ծախսերը ֆրախտի բավականին թանկանալու են։ Հասկանալի պատճառները, որտեղ ապահովագրում են ամբողջ ապրանք, իսկ ինչ իմանաս ռազմական պայմաններում ինչեր կարող է տեղի ունենալ։ Սա բերելու է նրան, որ մեր երկրում կարող է առանձին ապրանքատեսակների նկատմամբ հատկապես ինձ հետաքրքրում է սննդամթերքը։ Առանձին ապրանքատեսակ օբյեկտիվորեն ոչ բեռնափոխադրողի կամքից անկախ կարող է առաջանալ գների տեղաշարժ դեպի ծախսերով պայմանավորված գների։ Դա ծախսերով եւ դա օրինակ կարծում եմ կառավարությունը պետք է մտածել շատ կարևոր ապրանքատեսակների ուղղությամբ սեփական անվտանգային պաշարները ձևավորելու մասին։ Պետք է ես կանեի։ Հասկանում եք, որտեվ նման քրիտիկական պայմաններում որպես կանոն իշխանությունները պետք է մտահոգվեն առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես սննդամթերքի անհրաժեշտ ռազմավարական, եթե կարելի ասել, պաշարների ձևավորման ուղղությամբ։ Ես օրինակ կմտածեի դրա մասին։ Համոզված չեմ, որ շատ օբյեկտիվ է իմ հարցադրումը, բայց որպես տարբերակ ուսումնասիրել, վերլուծել, հնարավոր չափով մոդելավորել, թե ինչեր կարող են տեղ ունենալ, արժեր դրա մասին մտածել։ Գոնե քայլեր կատարել, որ ամերիկյան դեպքում ունենաց նման պաշարներ։ Ես օրինակ կարծում եմ, ասենք քայլերն են, որոնք ել չեմ ասում անվտանգություն, դրա մասին չեմ խոսում։ Ակնհայտ է, չեմ ուզում ասել սահմանների պաշտպանություն եւ այլն, դա չեմ ուզում դրա մասին խոսել։ Ես կարծում եմ, այսպիսի անդրադարձեր չի բացառված։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Անպայման դիտեք պարոն Հարությունյանի այդ հարցազրույցի ամբողջական տարբերակը, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք, քանի որ այնտեղ կան բավականին հետաքրքիր պատմական դրվագների մասին նորություններ։ Լավ եղեք, կհանդիպենք։